Բարև ձեզ հարգելի տիկնայք և պարնայք և իմ սիրելի ոսկե երիտասարդություն։ Այսօր մենք մի քիչ կխոսենք ավելի լուրջ թեմայից, որն է թուղթուգիրը, կարման հետևանք և պատճառ խնդիրը և սկզբունքը և ինչպես են ամբողջ իրար հետ շաղ կապված։ Ուրեմն սկսենք դրանից, որ ըստ վեդաների ուսմունքի կա հիմնական 5 աստիճան մարդու հոգևոր աճի, ինքը ոնց է կայացել որպես մարմին, որպես հոգի, որպես իր մենտալիտետ և հոգեբանություն։ Առաջի, որ ես կարող եմ ասել, որ դրանք բոլորը շատ շաղ կապված են կարմայի և թուղթուգիրի և մնացած բացասական ծրագրերի հետ, քանի որ մարդ մի բան ինչ-որ լինում է իր հետ ու ինքը միանգամից բարձում է կամ որ դա սատանայական ծրագիր էր կամ որ իր վրա թուղթուգիր արած, այլ ինչ-որ միշտ չի, որ այդպես է։ Միշտ պետք է հետևանքները և խնդիրները ման գալ քեզ մեջ, այլ ոչ արտաքին խնդիրների մեջ ու բարձել սրան նրա վրա կամ որ դա փորձություն էր և այլն, խոսենք դրանից, որ կարման ինքը մարդու արդեն սկզբանե խնդիրներից մեկն է, որ մարդ եթե ինչ-որ մի բան սխալ է անում իր կյանքում, բումերանգով գալիս անդրադառնում է իրան հետ։ Ու պետք չի, էլի եմ ասում, կառչել նման դեպքում, որ վրես թուղթուգիր արած և այլն և այլն։ Ես կբացատրեմ քայլ առ քայլ, թե որ ժամանակ է թուղթուգիրը, որ ժամանակ է կարման ու ինչպիսին են, ոնց են աշխատում սկզբունքները հետ, պատճառը հետևանքային խնդիրները, ասենց ասած։ Ոնց որ ես սկզբից ասեցի, մենք ունենք վեդայական ուսմունքներ, որի առաջի մակարդակը մարդու աճի սկսվում է անոմալիայից, այսինքն այն վիճակը, որ մարդ դեռ չի գիտակցում ոչ մի բան, իր համար կարևորը ստամոքսայի խնդիրն է, որ ինքը մի բան ուտի ու հանգստանա դրանով ու ինքը դրանով բավարարվի։ Ու դրանից հետո ինքը երջանկության սահման չկա։ Երկրորդ level-ը, ասենց ասած, գիտակցության այդ որ մարդ բացի ասենց ասած նյամ-նյամ անելու խնդրից, որ լուծումը արդեն անդրադառնում է առողջության և երկար կյանք, երկարատև ապրելու խնդիր է դնում իր դեմ, փիլիսոփայական, մի քիչ ավելի, որտեղ ասենք ներառվում են ըստ վեդայի խաթխա յոգայի ուսմունքը և այլն նման ուսմունքներ, ոնց որ ասում են լատիներեն mens sana in corpore sano, այսինքն здоровом теле здоровый дух, առողջ մարմնի մեջ առողջ ոգի։ Երրորդ շրջանը, երրորդ աճման շրջանը մարդու սկսվում է դրանից արդեն, երբ որ ինքը արդեն բավարարել է ու արդեն տեսնում է, որ էլի կարող է աճել, ինքը սկսում է գտնել, ոնց որ ասում է, ինչ-որ մի բացասական բան, որի վրա գցում է իր ամբողջ, ասենք, բաց թողված տեղերը ըստ կարմայի, որ ինքը ինչ-որ մի բան չի արել, գալիս հասնում է հետ իրան բումերանգով, ինքը ասում է, որ կոպիտ ասած հնդկական փիլիսոփայության մեջ դա կոչվում է վիճատրագյան, այսինքն ինչ-որ մի էակ, բարձր էակ, Աստծուց հետո բարձր էակ, որը մեր լեզվով կոչվում է սատանա, ու ինքը ցում է ածաղ վրա
իր վրա, որ ոնց որ ինքն է մեղավոր, որ իմ մոտ ցենց բան եղավ, սա սատանայից էր։ Այն ինչ որ ինքը իր մեջի խնդիրները չի ուզում լուծել ու գտնում է մի տարբերակ, որով կարելի է լուծել այդ խնդիրը, ու վсё, դրանով ինքը սահմանափակում է։ Բայց եթե մարդ սկսում է աճել եւ դրա մեջից էլ է դուրս գալի, այդ սպեկուլյացիոն այդ խնդիրների մեջից սկսում է ուզում է դուրս գալ, այնտեղ ինքը սկսում է գտնել մի մոլորակ, մի ուրիշ մոլորակ, որ այդ ամբողջը գոյություն չունի։ Այդտեղ իր մոտ սկսում է աճել եւ մարմինը եւ հոգին եւ ոգին եւ դա կոչվում է վիչյանամայա, որտեղ իդեպ ասեմ այդ մոլորակ, որ ինքը ուզում է գտնի այդ մոլորակը, այդտեղ խոսում են բոլորը 84 սանսկրիտի ձևերով, որովհետև այդ ամենահոգևոր բարձրագույն մոլորակներից մեկն է 84 դիալեկտով են խոսում սանսկրիտի, իսկ մնացածը պրակրիտի եւ պայշասի լեզուներով է մնացածը խոսում, իսկ սանսկրիտը ամենաբարձրագույնը, որտեղ բոլոր մտա ֆորմաները, ասենց ասած, մտաձևերը շատ շուտ հասնում են տեղ եւ ամենահեշտ կապն է Աստծո հետ հաստատել։ Ուրեմն այդտեղ սկսենք դրանից, որ մարդ երբ որ գտնում է այդ վիճակների մեջ, որ ինքը պայծառանում է, չէ, պայծառանալու տեսակ կա, որը կոչվում է բհուկցի։ Այդ վիճակը վեդայական տարբերակի մեջ եւ բուդդիզմի մեջ լեվելի մեջ կոչվում է նիրվանա կամ պրանա նիրվանա։ Մնացած արդեն ամենաբարձր մոլորակը, երբ որ մարդ գտնում է ավելի հոգևոր, ամենաբարձր հոգևոր վիճակում, կոչվում է անանդամայա, որը նշանակում է ռուսերեն դա թարգմանվում է բլաժենство, երանայություն երևի, ու սրանով պայմանավորված է, որ մարդ այդ ժամանակ գտնում է ամենաերջանիկ վիճակում եւ բոլոր հարցերը ինքը լուծում է ինքը եւ ոչ մեկի վրա ոչ մի խնդիրներ չի լուծում եւ բոլոր խնդիրները գիտի որտեղից են գալի այդ զուտ պատճառահետևանքային սկզբունքով եւ ինքը ոնց որ ասած երանայության մեջ է։ Ես ինչի ես ամբողջը խոսացի, որովհետեւ սա չիմանալով մարդ ոնց որ ասում են փորձում է ամեն ինչից կարճել ու ամեն ինչը պատճառ գտնել, որ ինքը չուզենա աշխատի իր ներքին մտածելակերպի ներքին ոգու վրա չի ուզում աշխատի մարդ, ինքը ուզում է ամեն ինչը կարճի, պատճառաբանի ուրիշ արտաքին խնդիրներով, այնքան որ ինքը իր մեջ չփորփրի, չքչփորի եւ դրանով երջանիկ լինի։ Այն ինչ որ եթե մարդ ուզում է հոգեվոր աճ ապրել, պետք է տարբեր ձևի ինքը իրեն հարցեր տա։ Իդեպ կարման կոչվում է, կարման սանսկրիտից թարգմանվում է գործողություն, ինչ որ մի բան անել։ Այսինքն ինչ էլ արեցիր, լավը կլինի դա թե վատը, մեկը քեզ հետ է գալու, եւ լավը եւ վատը։ Գոյություն ունեն հիմա 3 տարբեր կատեգորիայի կարմաներ, բայց ես դրանք չեմ թվարկի, որովհետեւ ով ուզում է հետո թող ուսումնասիրի ամեն մեկի
աճման խնդրի մեջ է մտնում, պետք է մարդ անդադ իրան ճիշտ հարցեր տա, որ ճիշտ պատասխան գտնի։ Ու այդ կարմայով, թե ինքը ինչ արել նախկին կյանքում, ինչի է այդ կամ թեկուզ նախկին կյանքից գալիս իրան պատասխաներ, այդտեղ սկսում են արդեն այդ թուղթուգրի, անեծքի եւ այլն վիճակները, որ կարող է լինի ցեղական թուղթուգրեր, որ ինչ-որ մեկը անցած կյանքում արել է կամ կարմայով եկել է իրան ինչ-որ մի բան, որ ինքը իր աճման ընթացքում չի ասել այն մակարդակին, որ մաքրի այդ իր կարման ու հասնի այս կյանքում նոր էջով, ոնց որ ասած, մաքուր էջով։ Այսքանից որոշում ենք, որ ցանկացած իր բողոքը բանը միշտ չի, որ պետք է վերագրել, ասենք, թուղթուգրին կամ նույն այդ անեծքը, ցեղային անեծքը եւ այլն, իրանք լավ խորը արմատներ ունեն եւ դրանք պետք է ուսումնասիրել, թե ով արել, ինչ ժամանակ ու ինչ պատճառով։ Էլի պատճառը հետևանքային խնդիրն է հանդես գալիս։ Հիմա սկսենք զուտ, այսպես ասած, չար աչքից, պորչայից, թուղթուգրից խոսել, դա լինում է ունի տարբեր ձևի բնություններ եւ նույն այդ պլացեբո սկզբունքը, որ մարդ կարող է ինչ-որ մի հատ թղթի կտորի կամ փաթաթած թելերի իրար վրա բան տեսնի ու ինքը իրան ոնց որ ասում են ներշնչի, որ վա այս թուղթուգիր է ու այդ ձևով, որ ինքը իրան ներշնչում է, աշխատում է վրան, այդ առաջիկ տեղն է, որ ինքը սկսում է իր վրա աշխատել, բայց ասեմ նաև մի բան, այն ով որ ասում է, որ ես չեմ հավատում թուղթուգրի նման բան չկա, այդ չի նշանակում, որ իրանք դրանով խուսափեցին կամ փախան այդ թուղթուգրից։ Այդ նշանակում է, որ իրանք ուղղակի ոնց որ ասում են ստրաուսի պես գլուխները խցկում են ավազի մեջ, որ հանկարծ չտեսնեն իրանց փորձանքը ոնց է իրանց գլխին գալիս։ Այդ էլ մի տարբերակի մեջ։ Իսկ երկրորդը ոնց ասեցի, այստեղ կարևոր է, որ մարդ մի քիչ ավելի հասկացող լինի եւ սահմանափակ չլինի, եւ պետք չէ որ ամեն մի բանի ուշադրություն դարձնեն, բայց մի քիչ հասկանա, թե ինչպիսին են աշխարհի եւ ամբողջ այս մոլորակի օրենքներից որոշ չափով ֆիզիկայից, քիմիայից եւ այլն, բայց ոնց որ ասում ենք մագիայի օրենքները այն չբացված ֆիզիկայի եւ քիմիայի եւ ուրիշ գիտությունների, որ դեռ բացահայտված չեն, օրենքներն են, որ չիմանալով ոնց որ օրենքը չես ազատվում այդ օրենքի պատժից։ Նույնն էլ կարմայի, նույնն էլ ոնց որ ասած թուղթուգրի իրանց գործող բնության օրենքներն են, որ մենք շատ անգամ նույնիսկ գլխի չեն գալիս, թե ոնց է այդ աշխատում ու ինչ դեպի աշխատում, այլ ինչ որ դրանք պարզապես աշխատում են։ Բայց այդ չի նշանակում, որ ամեն երկրորդ երրորդը կարող է այդ նման բանը անել ու իր մոտ կստացվի։ Դրա համար շատ անգամ մարդիկ ոնց որ ասած դրա մեջ շատ փիս խորանում են ու այդտեղ նայեցա, որ ոնց որ պետքա կյանքը նույնիսկ համարյա նվիրես այդ գիտության այդ ոլորտին, որ կարողանաս ինչ-որ քո համար բացահայտություններ անես ու շատ անգամ նույնիսկ սխալներ անես, հետո այդ սխալների վրա ուղումներ անես, այդ բաները կարող են իրանց թույլ տալ մենակ հոգևոր աճով ապրող մարդիկ, ոչ թե նրանք, ովքեր այսօրվա հացից հետո կամ
iPhone 13 կամ iPhone 14 ունենալուց հետո համարեն, որ իրանք աշխարհի վերջն է, իրանցից ավելի երջանիկ մարդ չկա։ Ուզում եմ ասեմ, ամեն ինչ նյութականով չի չափվում։ Մարդիկ կան, որ պարզապես սովորում են, որ գնան էլի այն բարձրագույն մոլորակները, ոնց որ ես ասեցի, վերջում այդ մոլորակները աճեն միջև այդ, որ մյուս կյանքում նույն նոր էջով սկսեն ապրել առանց ոչ մի կարմայի կամ մաքրված կարմաներով, ոչ մի ցեղային ծրագրերով, իսկ այսօր եթե մարդ աշխատում է ամբողջ օր, քրտնաջան աշխատում է ու ինքը տեսնում է, որ իր կոպեկը 1-2 չի դառնում կամ շատ է ծախսվում կամ չափից դուրս քիչ է աշխատում, ամբողջ օր աշխատում է, բայց ամբողջ բանը գնում է դեղերին, առողջության եւ այլն, այստեղ արդեն կարելի է մտածել, որ կամ առաջի սիմպտոմները, որ մարդ տեսնում ես ինքը առողջ է, ամեն ինչ ֆիզիկապես ամեն ինչ շատ տեղին է, բայց ներքուստ ինչ-որ ծրագրեր միանում են ու որոշ ժամանակ հետո նույնիսկ բժիշկների մոտ գնալով իրանք այդտեղ ոչ մի հիվանդություն չեն հայտնաբերում, բայց մարդը ոտի վրա գնում է կոպիտ ասած այն աշխարհ ու ոնց բացատրել այդ փաստը, այ գիտնականներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, ոնց կարող եք դա բացատրել, որ մարդը ամեն ինչ MRT-ը, չգիտեմ, այս նորույթներով, գործիքներով ստուգվում է, ամեն ինչ ցույց է տալ նորմալը, բայց օրեցուց մարդը գնում է այն աշխարհ ու մի շաբաթ չանցած այդ մարդը, որ կողքիդ քայլում էր ու քո հետ ժպտում էր, մտածում էր, ծիծաղում էր, տեսնում ես չկա։ Այդ իսկական թուղթուգիրն է։ Ու բայց դրան էլ շատ դժվար է անել։ Դրա համար պետք է ոնց որ ասում են, как минимум ունենաս այդ մարդու բիո նյութը, այսինքն մազը, եղունգը, ատամը եւ այլն, դե մնացածը չեմ նշի, եթերով տգեղ կլինի։ Եվ ֆոտոն, ինչն է ֆոտոն։ Ֆոտոն դա մարդու պրոյեկցիան է, քանի որ իսկական ֆոտոթուղթը պատրաստվում է մարդու սկզբունքի տարբերակով, այսինքն ինքը ունի վրան 2-3 շերտ։ Ես հիմա չեմ խոսում սովորական պրինտի թղթից, ես խոսում եմ այն ֆոտոթղթից, որ իսկական ֆոտոթուղթ է եւ մեջը այդ քիմիական շերտերը կա։ Նույնը կա մարդու վրա, ասենք այդ նույն աստրալ, մենտալ եւ կազուալ եւ ֆիզիկային շերտերը, որոնք եթե ասենք այդ չար աչքը կամ թուղթուգիրը ներազդում է, նոր սկսում է աշխատել։ Դրա համար ֆոտոյի վրա կարելի է լիքը աշխատանք անել, լիքը բավականին շատ ցենց ասեմ, կներեք լիքը բառի համար, բավական շատ աշխատանք կա ու մարդ կարող է ֆոտոյով ինչ-որ մի նպատակի հասնի, բայց ավելի լավ տարբերակ, եթե ինքը բիոնյութ ունի։ Բայց մի բան էլ ասեմ, ինքնուրույն ես չեմ խորհուրդ տալիս, որ ինչ-որ մեկը նման բաներ անի, որովհետև ոչ անի, ոչ էլ հանի, որովհետև այդտեղ գոյություն են շատ փիս ատկատներ, ատկատը դա այն գործողությունն է, որի համար դու ստանում ես էներգիական ինչ-որ պատասխան, էներգետիկ պատասխան եզերքից քո գործողության համար։ Դա կարմայի մի ձևերից մեկն է, որ դու ստանում ես գործ անելու համար կամ գործ անելուց հետո ու
այդտեղ ես չեմ ուզում շատ խոհանոցը բացեմ, որովհետև այդտեղ շատ նյուանսներ կա, որ ձեզ ընդհանրապես պետք չի մնալ։ Հարցս նրանում է, որ ոնց որ հիշեցին իմ մոտիկ գոլեգաները երբեմն, որ եթե ձեզ ասում են, որ Facebook-ով կամ ինչ-որ բանով կարող են մենակ քեզ տեսնելով ինչ-որ մի բան անել, դրանք բոլոր շարլատաններ են։ Մարդ միջև չտեսնի լուսանկար չանի այդ մարդու չաշխատի վրան, ոչ մի բան չի կրանի, ոչ լավը, ոչ վատը։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը ձեզ բանով Facebook-ով, WhatsApp-ով, Viber-ով ասում է, որ ինքը կարա այդպես տարածության վրա ինչ-որ բաներ անի, ընթացքում ձեզանից բավական մեծ գումար է պոկում, այդ առաջի հերթին դրանք շարլատաններ են։ Ես խոր չեմ տալի նման մարդկանց դիմել միանգամից։ Բացի դրանից պետք է մի հատ գոնե տեսնել այդ մարդուն, ով որ պետք է ձեր հետ աշխատի, գործանի ու տեսնեք արդյոք դուք իրան վստահում եք ձեզ, ձեր առողջությունը, ձեր մոտիկների առողջությունը, չէ՞ որ լիքը շատ մարդիկ կան, շատ ասենց թե սև, թե սպիտակ մոգեր կան, որ շատ անգամ սենց ասում են գողություն, հաջողության գողություն, որ կարող են այդ հաջողության շերտերը ձեր վրայից գողանալ եւ իրանց օգուտ կտա դա էներգետիկ եւ ուրիշ առումներով։ Ուրեմն սկսենք դրանից, որ չվստահել տարբեր նման շարլատաններին, որ փորձում են ձեզ վստահության մեջ մտնել ու Viber-ով, WhatsApp-ով կամ Facebook-ով ներազդել ձեր գիտակցության վրա եւ նույնիսկ չճանաչելով իրանց գումար ուղարկել իրանց կամ հիմա շատ տարածված ձև է, ես դրա համար փորձում եմ ձեզ նախազգուշացնել։ Երկրորդը ինքնուրույն ոչ մի բան չձեռնարկել, որովհետև դուք կարող եք այնքան սխալ անել այդտեղ, որ հետո եթե փորձագետի դիմեք, ինքը չի կարողանա ձեզ օգնել, որովհետև չգիտի ինչ քայլեր եք դուք արել։ Քայլ առ քայլ չգիտի ինքը ինչ քայլեր եք արել ու չի կարողանա ձեզ օգնի։ Եվ մի խնդրանք էլ, որ ասենք, երբ որ դանակը կոպիտ ասած ոսկորին հասնում է, պետք չէ այդ ժամանակ դիմել, այդ ոնց որ 1000 անգամ կներեք, մարդը մահամերձ վիճակում նոր դիմում է բժշկի, որ իրան օգնեն, իսկ երբ որ էլի եմ ասում կներեք, հանկարծ ուզում են իրան ինչ-որ մի կերպ օգնել ու չի ստացվում, այո, բայց մեղքը մնում է բժշկի վրա, դա էլ սխալ է։ Հիմա այս բանը ոնց որ ասած մոգը լինում է ձեր բժիշկը, ձեր օպերատորը, որ փորձում է ձեզ օգնել այդ չար մարմիններից ազատվելու համար։ Եթե կուզենանք հետո առանձին կզրուցենք այդ թուղթուգրի պահերով մի քիչ ավելի խորացած, որովհետև այս ամբողջը ես էլի կարճ համառոտ փորձեցի ձեզ բացատրեմ, որ դուք ինչ-որ ավելորդ քայլեր չանեք, զգուշացնեմ, թե որից հետո այս մնացածը, եթե ինչ-որ հարցեր կա, ներքևում հեռախոսի համար կա, ես պատրաստ եմ ձեր բոլոր հարցերին պատասխանել, ի դեպ ասեմ կոնսուլտացիան իմ մոտ շատ ազատ կերպով անցնում, չեմ սիրում այդ բառը անվճար եւ ազատ կերպով ընկերական օգնության կերպով, ասենք ասեմ։ Այսքանով ես եւ կվերջացնեմ այսօր եթերը, ձեզ սիրելի տիկնայք եւ պարոնայք եւ իմ սիրելի երիտասարդություն, լավ եղեք, մենք սան ենք corpore sano։ Միշտ թող ձեր մոտ
առողջ մարմնի մեջ առողջ ոգի լինի։ Չի հիվանդանաք եւ զգույշ լինեք տարբեր տեղեր ինչ-որ մի բան բարձրացնելուց, վերցնելուց, որովհետեւ նույն այդ տեսակով դուք կարող եք վերցնել ուրիշի ծանրություն ու ուրիշի մեղքը ձեր վրա ու դա էլ մի թուղթուգրի տեսակի նման մի բան է, երբ որ մարդը ուզում է իր բացասական բաներից, հիվանդություններից եւ անփողությունից ազատվել, ինքը դիմում է նման խորամանկ վիճակների։ Այսքանով փորձեմ ձեզ հրաժեշտ տալ իմ սիրելի երիտասարդություն ոսկե եւ տիկնայք եւ պարոնայք։